Բարև ես Էլինան եմ, դու գտնվում ես իմ ալիքում, մինչև վիդեոին անցնելը հետևի իմ ինստագրամի էջին, լինքը կթողնեմ ներքևում։ Քանի որ գինու փառատոնի վիդեոն համեմատաբար ավելի շատ դիտումներ ունեցավ, այսօր էլ որոշեցի նկարեմ գարեջրի փառատոնը ու հիմա ուղևորվում ենք այնտեղ, որպեսզի տեսնենք ինչ է կատարվում։ Վիդեոներով տեսել եմ, որ շատ մարդ կա, գնանք տեսնենք արդյոք հասնում է գինու փառատոնի ռեկորդին թե չէ։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի, հենց որ գնացինք։ Այսօր համել ֆուտբոլն է, դրա համար սենց պոպկորներ ունենք, բայց հիմա պետք չի գալու։ Ուրեմն երկու կռուկ պտտվելուց հետո վերջապես կարողացանք ինչ որտեղ գտնենք ու կանգնենք մի քիչ հեռու։ Ժամը 10:20 է, 10:30 վերջանում է, ու այսօր վերջին օրն է, ինչպես միշտ մենք վերջում ենք հասնում, բայց հույս ունեմ, որ ինչ որ բաներ կկարողանամ ձեր համար նկարեմ այդ 10 րոպեի մեջ ու ամենաշատը դրա համար եմ եկել։ Չգիտեմ, ինձ թվում է ինչ որ կադրեր կհասցնեմ ֆիքսեմ, դրա համար եկին գնանք տեսնենք ինչ է կատարվում այդտեղ։ Համել ասեմ, թե ինչի այսքան ուշ հասանք, որովհետև մի 2 ժամ շուտ էինք դուրս եկել, բայց խնդիրը որն էր, որ մենք առանց նայելու մտածում էինք, որ էլի պետք է ինչպես միշտ Ամիրյանի վրա լինի այդ փառատոնը, ու առանց նայելու գնացել էինք, հասել էինք Բաղրամյան, հետո նայեցինք ու տեսանք, որ Զաքյանի վրա է լինելու։ Դրա համար sense ստացվեց, որ ամբողջ քաղաքով պտտվեցինք ու ավելի ուշ հասանք, բայց կարևորը հասել ենք։ Այնքան սիրուն է, բաժակները ոնց որ առանձին են վաճառում, շատ սիրուն բաժակներ ունեն, բայց մենք երեք ենք արել Viva Party-ին տանը, հենց որ այսօր երևի թե չենք խմի։ Ուղղակի ուզում էի ձեր համար ցույց տայի, թե ինչ է այստեղ կատարվում։
Դե ոնց տեսակ ինչ որ բաներ փորձեցի ձեզ ցույց տամ ընդհանուր ինչ էր կատարվում, ովքեր կային։ Բավական հետաքրքիր էր կազմակերպած, եթե մի փոքր ավելի շուտ գայինք, բայց ավելի քիչ մարդիկ կային, քան գինու փառատոնին, չգիտեմ մենք էինք ուշեկել, թե ուղղակի այդպես էր, բայց ամենայն դեպս հետաքրքիր էր, բայց ինձ ավելի շատ գինու փառատոնը դուր եկավ, որովհետև այստեղից ովքեր գնում էին անտանելի գարեջրի հոտ էր գալիս ու ավելի գինու փառատոնը իմ համար ավելի դասական ու չգիտեմ, ասենց ավելի հավես էր, քան գարեջրի փառատոնը, բայց երկուսն էլ հավես են, ամառային են։ Եթե ճիշտն ասեմ, ասենց մարդաշատ վայրեր այդքան չեմ սիրում, առաջ ընդհանրապես չի գնում, մեզ վերջին շրջանում փորձեմ ինչ-որ այդպես իվենթների գնամ, մանավանդ ձեր համար նկարելը ավելի ամոթիվացնում, հուսով եմ, որ ձեզ էլ է հետաքրքիր լինում։ Ընդհանուր գոհ եմ երկու միջոցառումներից էլ, հուսով եմ էլի հետաքրքիր բաներ կանցկացվեն, որ ձեր համար նկարեմ։ Մի խոսքով սենց։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հուսով եմ հավանեցիք, եթե այո, ապա չմոռանաք վիդեոն պայծել լայքերով, բաժանորդագրություններով, հետևել իմ էջին, հետևել իմ Instagram-ի էջին, լինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։